Թանկագին քույրեր եւ եղբայրներ, հոգեգալստյան տոնի արդիվ ցանկանում եմ շարունակել մեր քարոզաշարքը, որը անուղակի կերպով կապված է նաեւ այս տոնի հետ, քանի որ մենք խոսում ենք սիրո 5 դրսևորումների մասին ըստ Հիսուսի մեր ընդհանուր քարոզաշարքի թեման սա է։ Մեր Տեր Հիսուսն ասաց Հովհաննեսի ավետարանում 15-րդ գլխում ասում է 12 եւ 13 համարներն ասում է Այս է իմ պատվիրանը, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սրանից ավելի մեծ սեր մեկը չի կարող ունենալ, որ մեկ իր կյանքը բարեկամների համար դնե։ Սա է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ իրար սիրեք, ոչ թե ինչպես կարող եք, կամ ինչպես պատկերացնում եք, կամ ոնց գիտեք, այլ ունենալով իմ օրինակը, սիրո օրինակը մեր Հիսուս Քրիստոսն է։ Քրիստոսը սիրո մարմնավորումն է։ Հովհաննես ավետարանիչը իր առաջին նամակի մեջ ասում է Աստված սեր է։ Մենք Աստծո բնույթը, բուն բնույթը Աստծո ճանաչեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով։ 5 տակարանում մենք Աստծուն ճանաչում ենք ըստ հրեական ընկալման։ Հրեա մարգարեների, հրեա առաջնորդների, հրեա ռաբիների, ըստ նրանց մեկնության, ըստ նրանց ընկալման, այդ ժամանակահատվածում, այդ դարաշրջանների մեջ, գուցե այդպես էր պետք ճանաչելի դառնա Աստծո բնույթը, ավելի ահեղ, ավելի դատաստան տեսնող, ավելի կործանող, կրակ եւ մշուշ, այսպես հայտնվեց Աստված կամ այսպես ընկալվեց Աստված։ Սակայն երբ Տեր Հիսուս եկավ աշխարհ, նրա հետևորդները այսպեսի մի հարց տվեցին իրան, ասացին ավելավ է դու մեզ հայրը ցույց տուր հորը, դու այդքան խոսում ես հոր մասին, դու ավելավ է նրան ցույց տուր մեզ, եւ բավական է այս, այնպիսի տպավորություն էր կարծես ծանոթ չլինեին հոր ով լինելը, կամ եթե ծանոթ էին, մի տեսանկյունից էին ծանոթ, փոքր, մասնիկ, փոքրիկ, մի կաթիլ, եւ Հիսուս այսպիսի պատասխան է տալիս այս հարցը տվողին, ասում է, ով որ ինձ տեսավ, հորը տեսավ։ Այսինքն, եթե ուզում եք իմանալ ով է Աստված, ինչ է նրա բնույթը, ինչ է նրա տեսակը, Քրիստոս Հիսուսն է մարմնավորումը։ Եվ Հովհաննես առաքյալը եթե ասում է Աստված սեր է, մենք այդ սիրո մարմնավորումը տեսնում ենք Քրիստոս Հիսուսի մեջ։ Աստված այնպես սիրեց աշխարհը, միջև իսկ իր միածին որդուն տվեց, որով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ահա Աստծո էության բնույթի արտահայտությունը դա սիրո ընծայումն էր, որ էր իր որդի Տեր Հիսուս Քրիստոսը։ Հիմա ո՞րն է կապը այսօրվա տոնի հետ։ Հոգեգալուստը թեև նշանավորվեց պարգևների շնորհմամբ,
Սակայն եկեք չմոռանանք, թե ինչն էր մղիչ ուժը այս մեծ ընծայման, որին նվիրվեցին Քրիստոսի աշակերտները, այն է սերը։ Հիսուսն ասաց, եթե ինձ սիրեք, իմ պատվիրանները կկատարեք։ Հիսուսի պատվերն էր գնացեք ավետարանը քարոզեք։ Երուսաղեմից սկսած եւ ասաց, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա գա, իմ վկաները պիտի լինեք։ Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Պողոս առաքյալը խոսելով Սուրբ Հոգու պտղի մասին Գաղատացիս նամակի մեջ, ո՞րն է Սուրբ Հոգու պտուղը, ո՞րն է Սուրբ Հոգու ներկայության առաջին ցուցիչը, ասում է սեր։ 9 պտուղները նշում, որոնցից առաջինը սերն է։ Եվ վերջապես պատվիրանների գլուխը դա սերն է։ Սիրեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի։ Ինչպես սիրեց Քրիստոս, սիրեց գործով եւ ոչ թե խոսքով։ Սերը գործ է։ Սերը արտահայտություն է, կյանքի, վարքի արտահայտություն է։ Եվ այսպես Կորինթացիս նամակի մեջ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 13-րդ գլխում արդեն սիրո արտահայտման նկարագրություններն է տալիս, ասելով առաջին Կորինթացիս 13, 4 եւ 5 համարներում ասում է. սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում։ Կանգ առնենք միայն այս 4-րդ համարի վրա։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում եւ չի հպարտանում։ Քրիստոսի կյանքում մենք տեսնում ենք այս հատկությունների իսպառ բացակայություն, որոնք են նախանձ, գոռոզություն, հպարտություն։ Նաև տեսնում ենք սիրո այս ճոխ արտահայտությունները նրա կյանքում, որ է երկայնամիտ է սերը կամ համբերող է սերը, որի մասին մենք խոսեցինք անցյալ կիրակի։ Եվ հաջորդիվ ասում է, սերը քաղցր է։ Սենք խոսել սրա մասին։ Սերը քաղցր է։ Ինչ է սա։ Հռոմեացիս 11:22 ասում է, ուստի տես Աստծո քաղցրությունն ու խստությունը։ Կործանվածներուն վրա խստությունը եւ քո վրա քաղցրությունը։ Եթե այն քաղցրության մեջ կենաս, հապա թե ոչ, դուն էլ պիտի կորսվես։ Տես Աստծո քաղցրությունը եւ խստությունը։ Կորսվածների վրա խստությունը, բայց քո վրա քաղցրությունը։ Բայց կարևոր հորդոր ասում է, որ այդ քաղցրության մեջ պետք է մնաս։ Տես Աստծո քաղցրությունը։ Դու տեսել ես Աստծո քաղցրությունը քո կյանքի վրա։ Դու տեսել ես նրա սիրո քաղցր արտահայտությունը քո վրա։ Նայեք, ասում է, ձեր վրա ցուցաբերած քաղցրությունը Աստծո։ Ինչպես արտահայտեց Աստված իր սիրո քաղցրությունը մեր վրա։ Ապա տեսեք Քրիստոսի վարքը, Քրիստոսի ողջ գործունեությունը, ինչ էր անում նա։ Նա դառնացած կյանքերին քաղցրություն էր բերում։ Նա անհույս մարդկանց հույս էր բերում։ Նա կործանված մարդկանց փրկություն էր բերում։ Նա միայնակներին մխիթարություն էր բերում։ Նա եկավ, որպեսզի
մեղքի դառնությունը ճաշակած եւ կորսանված մարդկանց կյանքի մեջ բերի քաղցրություն։ Նույնպես եւ իմ կյանք, երբ որ իր սիրով այցելեց, նա քաղցրացրեց իմ կյանքը, համ տվեց, իմաստ տվեց, կենթանության շունչ տվեց, նպատակ տվեց, ճշմարիտ ու կենթանի հույս տվեց, եւ այդ հույսն է, որ քաղցրացնում է մեր կյանքը այս դառը իրականության մեջ։ Ճշմարիտ հավատացյալը իր կյանքի ընթացքում անհնար է ճաշակած չլինի Քրիստոսի քաղցրությունը։ Եվ սա է, որ մեր մտքի ծայրով անգամ չի անցնում գնալ աշխարհ, քանի որ ճաշակել ենք Հիսուսի քաղցրությունը, քանի որ տեսել ես Հիսուսի քաղցրությունը, քանի որ գիտես աշխարհի դառը կյանքը, կեղծ, ունայն, խաբուսիկ։ Պողոս առաքյալն ասում է, ինչը կարող է բաժանել մեզ Աստծո սիրույց։ Ինչը։ Նեղությունը, դժվարությունները, սովը, տառապանքը։ Թվում է, թե այս նշածներն են դառնացնում մարդու կյանքը, չէ, թանկագիններս։ Աշխարհում կարող է սով չապրես, կարող է շատ նեղություն չկրես, եւ այլն, սուր չտեսնես, բայց միևնույն է կյանքը դառնահամ լինի։ Որովհետեւ կյանքն առանց Աստծո դառն է։ Տեսեք, Աստծո քաղցրությունը եւ խստությունը, կործանվածների վրա խստությունը, քո վրա քաղցրությունը։ Սա մեծ առանձնահատկություն է, սա մեծ յուրահատուկ պատիվ է, որ Աստված քեզ տվել է, որ դու ստանաս այդ շնորհը, այդ քաղցրության շնորհը։ Որովհետև ես եւ դու որևէ մեկից առավել չենք, այդ կորսվածներից առավել չէինք, որ մեզ ոչ թե իր խստությունը տվեց, այլ իր քաղցրությունը տվեց։ Ես չգիտեմ ինչու, ես չգիտեմ ինչպես, ես չգիտեմ ինչպես նա համարեց, որ ես արժանանամ այդ քաղցրությանը, բայց նա այսպիսի ողորմություն արեց։ Տես բառը նշանակում է գնահատիր, որովհետև չի կարելի ապրել Աստծո քաղցրության մեջ ու չգնահատել դա։ Չի կարելի ամեն օր վայելել Աստծո քաղցրությունը, քո հանդեպ ցուցաբերած ամենօրյա քաղցրությունը ու չգնահատել։ Ու տրտմած լինել, տխուր լինել, դեպրեսիվ լինել, չգիտեմ, այսպես լաց ու կոծան, գնահատի են քաղցրությունը, որ Տերը ցուցաբերել է քեզ։ Ինչն է պակաս իմ ու քո կյանքում։ Եթե դու Քրիստոսն ունես, եթե ես Քրիստոսն ունեմ, եթե նա ինձ փրկել է հավիտենական կորստից, այլ ինչի համար ես պետք է դժգոհեմ այս կյանքում։ Այդ ինչի պակասությունն է, որ ավելին արժե, քան այն ինչ որ առել եմ Տիրոջից։ Ես եկա որ դու կյանք ունենաք, ասում է, ավելի կյանք։ Ունես այդ կյանքը, փառք տուր Տիրոջը։ Շնորհակալ եղիր, ամեն օր երախտապարտ եղիր այդ քաղցրության համար, հավիտենական կյանքի շնորհի համար։ Տերը քեզ ցուցաբերել է։ Աստծո խոսքն ասում է, երբ որ Տիրոջը ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, որովհետև երբ որ դու Տիրոջը ձայնը լսում ես, սա Աստծո քաղցրության արտահայտությունն է, ցուցաբերումն է քո հանդեպ։ Քո խոսքն ասում է քաղցր է իմ քիմքիս։ Քո խոսքը քաղցր է իմ քիմքիս։ Բերանից քաղցր է քո խոսքը։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնես, եթե նրա խոսքով չես քաղցրացնում։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնես, երբ որ նրա ներկայությունը չես գնահատում։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնել, երբ որ աղոթքի առանձնահատկումը մերժում ես։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնես, երբ որ Աստծո խոսքը, խոսող, հոգուտ խոսող խոսքը փակ է քո տան մեջ։ Գրապահարանիդ մեջ միտեղ փակ դրված է։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնես։ Էլ ոնց ես ուզում կյանքդ քաղցրացնես, երբ որ Դավթի նման չես ասում, ուրախացա, երբ ինձ ասացին Տիրոջը տունը երթանք։ Էլ ինչպես ես ուզում կյանքդ քաղցրացնես։ Ահա Աստծո քաղցրության ճանապարհները քեզ հասանելի։ Հիմա եթե դու ապրել ես, վայելել ես այդ քաղցրությունը, խոսքը հորդորում է, ասում է, որ կեցիր այդ քաղցրության մեջ, մնա այդ քաղցրության մեջ,
Բայց գիտեք, մենք մարդ արարածներս, եղբայրներ եւ քույրեր, շուտ ենք սովորում մի միջավայրին եւ հաճախ սովորական է մեզ համար դառնում այն ինչ որ մենք ունենք եւ ակամայից սկսում ենք չգնահատել մեր ունեցածը ու այս պատերից դուրս կամ այս կյանքից դուրս եղած կյանքը մեզ սկսում է գրավիչ ավելի թվալ եւ մեզ թվում է այ կարելի մի հատ էտել փորձել, կարելի մի հատ դա էլ տեսնել, անառակ որդու նման հերվից աշխարհը շատ քաղցր էր թվում շատ քաղցր էր թվում հերվից աշխարհը իր հորտան մեջ մի քիչ ձանձրացել էր սիրտը իսրայելցիների նման Եգիպտոսի սոխտ ու սխտորն էր ուզում մարդը հոգնել էր մանանա ուտելուց եւ լորամարգի ուտելուց սիրտը սոխ ու սխտոր էր ուզում շուտ մոռանում է մարդը ստրկության տարիները եւ ավելի մտապահում է սոխի սխտորի համը քան թե ստրկատերերի մտրակների ծեծը եւ դրա համար դժգոհում էին Մովսեսին կարծում էին Մովսեսին են դժգոհություն հայտնում այնինչ իրենց դժգոհությունը ուղղված էր Աստծո դեմ երբ ճաշակեց աշխարհի քաղցրությունը որդին անառակ կյանքը քաղցր էր երբ գրպանը փող կար հենց փողը պակասեց առերեսվեց իսկական համի հետ աշխարհի սկսեց գետինը լզել ու տեսավ թե ինչքան դառն է այն ինչը իրեն քաղցր էր թվում ցավոք սրտի մենք էլ հաճախ միջև այդ իրական դառնությունը չենք վերհիշում աշխարհի չենք գնահատում Աստծո ցուցաբերած քաղցրությունը սերը քաղցր է Աստծո սերը քաղցր էր մեր հանդեպ բայց հիմա Տիրոջ խոսքը մեզ հորդոր ունի Եփեսացիս նամակի մեջ 4-րդ գլուխ 31 եւ 32 ամառներում Աստծո խոսքը մեզ հորդոր ունի ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ ահաղակ ու հայոյություն վերցվի ձեզմե իրենց չարություններով մեկտեղ իրարու հետ քաղցր եղեք գթած ներելով իրար ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ Աստծո քաղցրությունը ճաշակել ես քո կյանքում հիմա քո հերթն է քաղցր լինելու շուրջիններիդ հետ Հանկագիններս ես չեմ սիրում իմ ամենաչսիրած բաներից մեկն է երբ որ մատերս ձեռքերս շիրա է լինում անել չեմ կարում երբ որ մեկի ձեռքը շիրոտ է լինում մեկ էլ կպտում եմ ձեռքին որտեղ հետո որ կպտում է դա կպտում է ինձ չէ երեխեքը կոնֆետ ուտում են մեկ է գալիս պապա ու ես փախնում եմ այդ որ կպավ ինձ ես սիրտս կանգնում եմ Ես մի բացական օրինակ վերեցի, բայց նպատակս ինչ էր, որ քաղցրությունը ինքը փոխանցվող է։ Հիմա եթե դու Աստծո քաղցրության մեջ թաթախված ես, ում էլ կապնես շիրայա լինելու։ Չէ՞։ Ում էլ կապնես, դա փոխանցվելու է, որովհետև դու այդ մեղրի մեջ ես ապրում եւ Հիմա ինչին էլ կպնես, որին էլ կպնես, այդ հետքը թողնելու ես քաղցր, ուրիշ տարբերակ կա։ Չէ, փոխանցվում է։ Հիմա եթե դու այդ շոկոլադը ուտում ես, ամբողջ քոյությամբ այդ քաղցրությունը վայելում ես, դա կապելա քեզ։ Ինչին էլ կպնես, ում էլ կպնես, այդ քաղցրությունը փոխանցվելու է։ Ես մի քիչ բացասական օրինակ բերեցի, հա, ինձ համար, բայց ինքը լավ դաս ունի իր մեջ։ Այստեղ Տիրոջ խոսքը մեզ հորդորում է, ասում է իրարու հետ քաղցր եղեք, գթած։ Միջ այդ ասում է ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ, հայոյանք վերցվի ձեզանից իրենց չարություններով մեկտեղ։ Սա կարևոր բան է, որ մենք պետք է
մաքրագործվենք մեր հին ապրումներից, մեր հին վարքագծից, մեր հին շարժու ձևից, մեր հին խոսելաձևից, մեր հին վերաբերմունքներից, պետք է մաքրագործվենք։ Ինչը պետք է վերցվի մեզանից, ասում է ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն, ամեն դառնություն ձեր միջից վերցվի։ Սա նշանակում է ամեն մեկս ինքնակնությամբ պետք է զբաղվենք, արդյոք մեր սրտի մեջ դառնություն կա որևէ մեկի հանդեպ։ Դառնություն կա, թե ոչ։ Մենք որևէ մեկի հանդեպ, իրար հանդեպ դառնություն ունենք մեր հոգում, պետք է վերցվի այն, արմատախիլ պետք է արվի այն, պետք է հրաժարվել դրանից, պետք չէ համակերպվել դառնության ուրեմն արմատներ մեր սրտում ունենալու, չպետք է համակերպվենք սրա հետ, որովհետև եթե մենք դառնության արմատներ ունենք մեր սրտում, այն անպայման ծիլ է տալու, այն վերածվելու է ատելության, այն վերածվելու է վեճերի եւ այլն։ Հավատացյալ մարդու հոգում չպետք է լինի դառնության արմատ։ Ձեր միջից թող վերցվի ամեն դառնություն, ամեն բարկություն։ Գիտեք, բարկությունը երբեմն անկառավարելի է։ Կարող է քո կամքով չէ, որ դու բարկացար։ Չէ, իրավիճակներ են լինում, որ բարկություն է ծնվում ներսդ։ Եվ դու այնպես չէ, որ նպատակաուղված բարկացար, այսպես սրտանց առավոտյան ելնում ես եւ ասում ես, այ մարդ, մի հատ առիթ լինես որ բարկանամ։ Այդպես չի, որևէ մեկը այսպես ինքնակամ չի գնում բարկության ճանապարհով։ Ինձ տենց է թվում, ես գուցե սխալվում եմ, բայց գիտեք Սուրբ Գիրքը ինչ է ասում, ասում է բարկացեք, բայց մի մեղանչեք։ Այլ այդ սահմանը պետք է չանցնել։ Բնական է, կարող է իրավիճակներ լինեն, որ գրգռեն քո բարկությունը։ Երբեմն կա արդար բարկություն։ Այս պետք է զգուշանանք, որ մեր բարկացած ժամանակ չանցնենք սահմանը եւ չմեղանչենք, իսկ մեղք չգործենք։ Առ այսօր ես լսում եմ դեռ մարդկանց շուրթերից սխալ իմաստով գործածել այս բառը։ Մեղանչել բառը օգտագործում են որպես զղջում, ապաշխարություն։ Այն որ ասում գնացի եկեղեցի մեղանչեցի։ Շատ վատ է սարել։ Ուրիշ տեղ չունեիր մեղանչել ինձ եկեղեցում, պիտի մեղանչեի։ Բարկացեք, բայց մեղք մի գործեք։ Նշանակում է այնտեղ շատ այսպես բարակ գիծ կա, այսպես թել կա բարակ, որ եթե ուշադիր չլինես, կարող է բարկությունդ վերածվի մեղսագործության, որովհետև հեշտ է մարդուս բարկացած ժամանակ մեղք գործել։ Երբ է մեղքի վերածվում բարկությունը, այստեղ ասում է ձեր մեջից վերցվի ամեն բարկություն, վերցվի ձեզ մե։ Երբ է այն մեղքի վերածում, երբ որ բույն է դնում ձեր սրտում, բարկությունը բույն է դնում։ Դրա համար Աստծո խոսքն ասում է ձեր բարկության վրա արևը թող մայր չմտնի։ Բնական է կարակ բարկանաք, սակայն նայի որ օրը չանցնի վրան, որովհետև եթե թույլ տվեցիր որ օրը անցնի վրան, ինքը կամաց սկսել է բուն դնել քո հոգուտ մեջ, այսինքն խորանա այն եւ տեսնում ես որ կամաց մարդու մեջ այդ բարկությունը գրավել է նրա հոգին, նրա աշխարհը եւ նրա հետ խոսել չի լինում այլևս։ Նկատել եք, այսինքն մարդ կա, հետո չես կարող խոսել։ Ինչ թեմայից ուզում ես խոսել, մի քիչ, այսպես թեթև շեղում ես տալիս իր պատկերացումը, կտրուկ sense արձագանքներ եւ այլն, ինչու, որտեղ բարկությունը հոգում բուն է դրել։ Պետք է զգուշ լինենք ինձանից սկսած, յուրաքանչյուրս։ Թող վերցվի ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, նույնն է։ Գիտեք, սրտմտություն բան, այսպես
ներքին սրտի տրտմություն ինչ-որ մեկի հանդեպ, թվում է թե փոքր մի բան, փոքր նեղվածություն, սա է սրտմտություն, հա, փոքրիկ այսպես նեղվածություններ, թվում է թե այդ փոքրիկ նեղվածությունները կանցնեն, ոչինչ կգնան, բայց թանկագիններս մի հույս դրեք, որ դա կանցնի։ Նախ շուտ աղոթքի կեցեք։ Եթե որևէ մեկի հանդեպ ունեք ներքին նեղվածություններ, ոչ թե բարկություն, գուցե դա վառ արտահայտված բարկություն չի, հա։ Կարող է մենք հավատացյալներս այդքան ուշադիր ենք, որ չբարկանանք, բայց ուշադիր չենք փոքր նեղվածություններից, սրտմտություններ այսպես, թեթև նեղվածություն, մի քիչ այնպես չասես, մի քիչ այնպես չբարևեց, մի քիչ իմ ակնկալածը չարեց կամ եւ այլն, հա, տարբեր պատճառներով։ Խոսքը այն չէր, բարևը այն չէր, հաջողը այն չէր, եւ այլն, զանգեց, չզանգեց, գրեց, չգրեց, խոստացավ, չարեց, մոռացավ, թեթև բաներ, թեթև թվացող, այսպես ներքին նեղվածություններ, սա էլ պետք է վերցվի։ Մենք կրկնում եմ հաճախ հույսերս դնում ենք, որ դա լավ կանցնի, ոչինչ։ Ու թվում է թե անցել է, բայց այն որոշ ժամանակ անց կուտակվում է, կամաց կուտակվում է մեր հոգու մեջ։ Եվ մենք էլ չենք նկատում, թե ոնց է օրինակ մեր վերաբերմունքը փոխվում այդ անձի հանդեպ։ Այսինքն մենք դադարում ենք քաղցր լինել այդ մարդու հանդեպ։ Ինչու քաղցր չենք լինում, որովհետև ներքին նեղվածություններ պահել ենք մեր հոգում եւ այն կուտակվել է։ Գիտեք, սենց մի բան ասեմ, փոքր մագնիսն էլ իր վրա աղբ հավաքելու, մետաղական աղբ հավաքելու ուժ ունի։ Սենց փուչուր ինքը հավաքում է իր վրա։ Այդ ի՞նչ է, ասեմ։ Նայեք, երբ որ մարդու սիրտը սիրով ու քաղցրությամբ է լի անձի հանդեպ, օրինակ այդ մարդը չի նկատում անգամ դիմացինի սխալները։ Կարող է կողքից գան ասեն, քեզ ասեն, այ մարդ չես տեսնում, չեմ նկատել։ Ես երբ որ սիրով ես լցված մեկի հանդեպ, նրա սխալներն անգամ չես էլ նկատում։ Այդպես է թե ոչ։ Սիրած կա կյանքում։ Բայց երբ որ սիրով չես լցված, քաղցրությամբ չես լցված, այլ ներքին սրտմտություններ, նեղվածություններ, էդի փոքրիկ մագնիսի նման սկսում է, գիտեք ինչ անել։ Հավաքել։ Այսինքն ինքը սկսում է նկատել այն փոքրիկ անգամ թերացումները դիմացինի։ Նկատել եք թե ոչ։ Սկսում է աչքդ տեսնել դա։ Ու դիմացինդ անգամ ինքը չի էլ գիտակցում, որ շփոթվում է, սխալվում է, սայթակում է, թերանում է, ինքը չի էլ գիտակցում դա։ Եվ անգամ նա շատ շնորհակալ կլիներ, եթե ինչ-որ մեկը իրեն ասեր, գիտես, հանկագինս, այս հարցում պետք է ավելի ուշադիր լինել։ Սիրող մարդը կգա կասի, բայց նեղվածություն ունեցող մարդը չի ասում, այլ ինչ է անում, հավաքում է, եւ ինչ-որ մի օր, մեկ էլ տեսնում ես պայթեց։ Ու դիմացինի համար անակնկալ է լինում, այս ինչ եղավ, ինչու այսպեսի վարք ցուցաբերեց։ Չի էլ իմանում, որ այդ մարդու հոգում շաբաթներ, ամիսներ, երբեմն տարիներ շարունակ սրտմտություններ, այդպես նեղվածություններ, մագնիսի նման քո սխալները սկսել է կուտակել իր մեջ, կուտակել, ու բույնա դրելու ռումբ է դարձել։ Կամ չգիտեմ, ձնագունդ, հա, ձնակույտ, այսպես փոքր ձնագնդիկը ոնց է կամաց մեծանում, ձյան մեջ թավալվելով։ Այդպես մեծանում է։ Դրա համար ասում է, պետք է վերցվի ձեր միջից։ Դավիթ թագավոր ինչքան էլ լավն էր, իր մասին լավ բաներ ենք, չէ՞ կարդում եւ այլն։ Մենք էլ հիշում ենք կյանքի վերջում իր որդուն կանչում է ինչ-որ մեկի հանդեպ, ասում է նայ, որ էսի հանկարծ առանց արյուն չգնա այս աշխարհից։ Հիշում եք, այդպես պատմություն կա։ Մեջը պահել էր էլի մարդը, ասենք կյանքի վերջում
ասում կգնաս բան նայ էս անկրս խաղաղությամբ հանգիստ չգնա այս աշխարհի թափում է։ Եկեք Հիսուսի օրինակը բերենք։ Մահանում է։ Մեռնում է։ Հորը չի ասում։ Այսար անարդար տեղին ոնց սպանեցին։ Սրանցից Երկրորդ Գալստյանը ժամանակ ողջ մեկ ողջ չմնա։ Կամ սրանց պատիժը մի հատ դուր։ Ընդհակառակը խաչի վրա իր ցավերի ու տառապանքների մեջ, որ ամեն մի շունչ իր համար մեծ ջանք ու ցավ էր, աղոթում է, ասում է հայր ների նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Չի պահում իր մեջ ոչ թե բարկություն չի պահում, այլ սրտմտություն անգամ չունի իր հոգու մեջ։ Էլի քաղցրություն է բխում նրա միջից։ Ներիր նրանց։ Էսա սերը, էսա քաղցրությունը։ Բարկություն, սրտմտություն, աղաղակ, հայոյություն վերցվի ձեզ մե։ Իրենց չարություններով մեկտեղ աղաղակ, բարկություն, հայոյություն։ Նայեք ուր է հասնում։ Բարկություն, նեղվածություն, որ կուտակվում են, դա վերջում վերածվում է կռվի։ Վերածվում է կռվի։ Տեսել եք երբևէ հավատացյալները ոնց են իրար հետ կռիվ անում։ Ես տեսել եմ։ Հիշում եմ, տես մի քանի կռվի ականատես եմ եղել, մեկ ասում, Տերը ողորմի քեզ։ Ինքը այնց ասում, Տերը ողորմի քեզ, ոնց որ 7 հարկանի հայոյանք տա։ Տերը ողորմի քեզ sense։ Sense բան էլի որ շփցնում է երեսին, Տերը ողորմի քեզ։ Կարող է հոգևոր բառերով այսպես կազմված հայոյանքներ անգամ տալ։ Որտեվ ինքը ներքին չարությունով է թաթախված։ Դա էլի հայոյանքի նման մի բան է։ Հայոյանքը հոմենակ բառը չէ։ Աղաղակ, կռիվ, ղալմաղալ։ Ես ասում եմ ամեն ինչը վերցվի ձեզանից, որտեվ սիրո մեջ սրանք տեղ չունեն։ Սիրո գլխի մեջ չկա, սրանք տեղ չունեն։ Եվ հաջորդիվ ասում է իրարու հետ քաղցր եղեք գթած ներելով, իրարու ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Իրարու հետ քաղցր եղեք գթած ներելով։ Այդ քաղցրությունը, ի՞նչ է նշանակում այդ քաղցրությունը։ Իրարու հետ քաղցր եղեք չի նշանակում ամեն գնալ գալուց իրար մի հատ կոնֆետ տվեք։ Ռոզա քույրս։ Թանկ քույր ունենք, Ռոզա քույրը, երկրորդ մասիվում է Ռոզա քույրը։ Ամեն պաշտամունքից հետո ձերքս կոնֆետ էր տալիս։ Այդ թանկ քույրս, այդ որ ողջունում էինք իրար։ Երկու բան անում էր, 3 բան էր անում, հիմա ասեմ։ Տարիներ շարունակ։ Ամեն պաշտամունքից հետո անպայման ողջունելուց ձեռս կոնֆետ էր դնում։ Այն ժամանակ հնում այդ ձեռի մեջ գայիշնիկներին, հա, այդ ձեռը մի հատ բան պետք է դնեիր, էլի։ Նրանք էլ ասում էին այն ժամանակ, ասում են ձեռից մեջ բան չդրիր։ Մի հատ պետք է 5 ռուբլի էր կամ այն ժամանակ, չգիտեմ, 5000 դրամ էր, ինչ էր, մի հատ պետք է դնեիր, բարևում էիր, նստում էիր ավտո։ Այդպես արտահայտություն կար, էլի, ասում էր իջի մի հատ բարևի արի, երբ որ ոստիկանը կանգնացնում էր, ճանապարհային ոստիկան իջի մի հատ բարևի արի, այդպես էր նախքան հեղափոխությունը դրանից առաջ այս որ հիմա ուզում եմ վերադառնալ բան, այսինքն այդ բարևի տրադիցիան էլ պետք է վերադառնա, խոմ այդպես չի, դա պետք է վերադարձնել, հա, կարոտել ենք մենք այդ բարևի հեղափոխությունը, էլ այդ իրար 5000 դրամով բարևելը, մեր Ռոզա քույրը բան էր անում, այդպես անպայման ձեռքիդ մեջ կոնֆետ էր դնում, քաղցրության արտահայտություն էր, ուրիշ մի բան որ անում էր, ինքը միշտ իր գրպանում ուներ այսպիսի մի սրվակ, որի մեջ ուներ վարդի յուղ, ասում էր սպասի, ժողովուրդը կանգնած է, որ ողջունում ենք, գրպանից հանում էր, այդ վարդի յուղը կսում էր, այսպես ականջիս հետ վարդի յուղը կսում էր, կարամ մի բան խոստովանեմ, երբեք չեմ խոստովանել, տանել չեմ կարողանում, երբ որ իմ վրայից գալիս է վարդի հոտ։ Չեմ սիրում, որ մարդու վրայից վարդի հոտ է գալիս։
Վարդից հոտ քաշել սիրում եմ, բայց որ մարդն ա վերածվում վարդի։ Մի քիչ էդի ես խնդիր չունեմ Վարդան անունի հետ կամ Վարդուհի անունի հետ խնդիր չունեմ, բայց ես գիտեի, որ այդ իր քաղցրության արտահայտությունն է, հա, ես չեմ սիրել, էլի այդ վատ, հոտել կան, որ չես սիրում, չէ՞։ Ես հիշում եմ անգամ Ծննդյանս տարեդարձներ եկեղեցու ընկերներս եկել են, ինձ նվեր էին բերել, մի հատ ուրեմն պարֆյում դուխի էին բերել, նվեր տղամարդու, շատ շուտ էր, հիմա հները կհիշեն, անունը $։ Ես արսափում էի, ես այդ հոտը, որ գալիս էր միտեղ, ես այդ տարածքից փախնում էի, ուրեմն այդ դուխին ինձ նվիրեցին, ու ես չգիտեի ինչ անել, ամբողջ մի տարի ես չգիտեի դուխին ինչ անել, ուրիշին չէի նվիրի, որովհետև երբեք չեմ նվիրի ուրիշին մի բան, որ ինքս չեմ սիրում, ոչ պահելու էր, ոչ թափելու էր, անկեղծ ես չգիտեի դա որտեղ օգտագործեի, մի կերպ, ինչ որ մի ձև, ինչ որ տենց տեղեր, ինչ որ բաներում միտեղ տենց փչեցի գնաց, մեկը ինձ հարցրեց, ասեց, այն դուխին կասի չէ, վերջացել է, մյուս տարի ծնունդիս էլի նվիրեցի։ Հիմա Ռոզա քրոջս այդ վարդի յուղը քսում էր, բայց ես գիտեի, այդ իր սրտի քաղցրության արտահայտությունն է։ Հա, ու ես կյանքում չի ասում, մի քսի։ Եվ երրորդը, ինչ էր անում, ինձ համար էլի, ինչպես էր արտահայտում։ Ամեն ձմռանը, ես խոսում եմ 90-ականներին, որ այդքան ջեռոցում չկար, գազաֆիկացված չէր եւ այլն, ցուրտ, տրանսպորտը վատ էր աշխատում եւ ես ամեն անգամ աջափնյակից գալիս էի նորնորք շաբաթվա մի քանի օր ինքը ամեն ձմռանը ինձ իր ձեռքով գործած գուլպա էր նվիրում գուլպա իր ձեռքով գործում էր գուլպա տակ գուլպան էր բրդից ես էլի խոստովան եմ ես երբեք չեմ հագել այդ գուլպաները իրանք շատ հաստ էին բրդից էին ու իմ հագած ուրեմն սապոգների մեջ չէր տեղավորվի դա հա ես չէի կարող էլի այդ հաստ այնց բան չէի կարողանում հագնել բայց այնքան սիրտս ցնծում էր ուրախությամբ երբ որ ես գիտեի ինքը ժամանակ է տրամադրել մեր եկեղեցու քույրը ժամանակ է տրամադրել իր հովվի համար գուլպա է գործել դա ինձ ամենաթանկ բանն էր ինչ էր անում այս կինը Այս կինը չէր գալիս ասում ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ։ Այս կինը իր քաղցր վարքագծով արտահայտում էր իր ներքին սերը։ Եվ այստեղ Աստծո խոսքն ասում է իրար հետ քաղցր եղեք։ Քաղցր եղեք։ Այդ քաղցրությունը կարեք արտահայտեք այդպես կոնֆետ տալով հասարակ, բան եմ ասում, հա։ Բայց արտահայտեք ավելի իրար հանդեպ գթած լինելով։ Գթած լինելով։ Սիրո արտահայտումը գթառատությունն է։ Քաղցրությունը դա գթառատությունն է։ Գթած լինելով ինչ նշանակում։ Նշանակում է չափից դուրս պահանջկոտ մի եղեք իրար հանդեպ։ Մի բան արեք։ Մի չափից դուրս ակնկալիքներ, սպասելիքներ, այսպես իրարից ունենալ, հետո որ հանկարծ մի բան չի լինում, բույն է դրվում սրտմտությունը, բարկությունը եւ աղաղակը եւ վերջապես հայոյանք հասկանում եք գթած եղեք իրար հանդեպ գթած եղեք ընդունեք որ բոլորը սխալական ենք հիշեք որ Աստված քաղցր է չէ եղել մեր հանդեպ հիմա այդ քաղցրությունը ո՞նց արտահայտես քո հանդեպ իմ հանդեպ արտահայտել է գթությամբ ոչ թե խստությամբ խստությունը ո՞րն է խստությունը որ տակ ես այն ինչին որ դու արժան ես մեկ ժողովուրդը այսպեսի արտահայտություն ունի ասում է Աստված քո սրտի չափով քեզ տա վստահ ես ես ձեզ խնդրում եմ ինձ այդպեսի մաղթանք մի տվեք որտեվ ցավոք սրտի միշտ չի որ սիրտս միշտ էս բարին է ցանկանում մեկ բարկության ժամանակ ես էլ աշակերտների նման կարող ասեմ ինչ կլներ մի հատ երկնքից կարակ թափվեր այս անօրենների վրա հիշում եք չէ կամ էլ սս մեկ ասում եմ Աստված ողորմի ուրեմն ոնց Աստված գթած եղավ քո հանդեպ իմ հանդեպ
Ոչ թե խստությունը ցուցաբերեց, այլ գթությունը։ Իրար հանդեպ գթած եղեք։ Գթած։ Դες պահանջկոտ շատ, բան ունեց ակնկալեք, որ բոլորը պետք է անսխալական լինեն, բոլորը մեր հանդեպ պետք է ասենց կատարյալ լինեն, միշտ մեր ուզած ձևով, մեր պատկերացած ձևով, այդպես չի լինում թանկագիններս, որովհետև մենք ինքներս այդպես չենք։ Ոչ իրար հանդեպ, ոչ էլ Աստծո հանդեպ։ Ուրեմն համատեղ սիրո կյանք ապրելու համար մենք պարտավոր ենք մեկս մյուսի հանդեպ գթառատ լինել։ Այդ գթառատությունը պետք է արտահայտվի, ասում են, ներելով իրար։ Գթությունը արտահայտեք իրար ներելով։ Սա է նշանակում քաղցրության արտահայտությունը։ Ներելով իրար։ Ներելով ձեր սրտի մեջ իրար ներեք։ Մի սպասեք, որ դիմացինը կգա, կզղճա, կլացի, կխոստովանի, քիթնել մի հատ գետին կքսեք, մի քիչ կձգեք այդ ներելու process-ը, որ ինքը լավ զղճա, ինքը լավ հասկանա, ինքը լավ խոստովանի, ինքը մի քանի անգամ խոստովանի։ Հետո նոր կասեք ներում եմ քեզ գնա, բայց մենք այլևս իրար հետ շփում չունենք։ Այդ ինչ ձև ա ներելու, այդ ումից եք սովորել տենց ներել։ Ուզում եք ասել Հիսուս երբ որ ասեց սիրեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի, ինքը հենց տենց էր սիրում մեզ։ Հա, պատկերացնում եք, Հիսուս ասեր, մենք ապաշխարեինք, խոստովանեինք մեր մեղքերը, ասեր ներում եմ, բայց ինձանից հեռու։ Մենք էլ իրար հետ շփում չունենք։ Այդ ինչ ներել է։ Այդ ով է տենց ներում։ Ներեք ինչպես Հիսուս ձեզ ներեց։ Չէ որ հայր մեր տերունական աղոթքի մեջ ասում ենք ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Տեսեք ինչ վտանգավոր խոսք ենք ասում մենք։ Ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Ուզում եք Աստված ձեր աղոթքին ամեն ասի։ Ասի ամեն։ Ասեցիր ամեն։ Քո ասածով անելու եմ, քեզ ներելու եմ այնպես, ինչպես դու ես ներում քո պարտապաններին։ Կուզենք այդպես լինի։ Ախր մենք աղոթում ենք, է։ Եթե աղոթում ենք, ուրեմն պետք է վերցնենք պատասխանատվություն։ Հայցելու Աստծուց թողություն ներում այնպես, ինչպես մենք ենք ներում։ Ուրեմն մենք ինչքան զգույշ պետք է լինենք այս ներելու հարցում, հաշվի առնելով, որ ոնց որ մենք ենք ներում իրար, այդպես էլ Աստված է մեզ ներելու, որովհետև Սողոմոնի իմաստունը մի կարևոր բան է ասում են չափից դուրս արդար մի եղեք։ Շատերը այս խոսքը սխալ են հասկանում։ Չափից դուրս արդար էդի որ շատ պահանջկոտ է սելի լինում դիմացինի հանդեպ, հա, որ սենց, այ մարդ, լավ էլի, պատկի ասպես Աստված է ձեր ուժեղ արդար լինի մեր հանդեպ, Աստված եթե տենց արդար լիներ իմ հանդեպ, ես հիմա վաղուց փոշիացած էի, եթե Աստված պետք է իմ սխալներն ու իմ մեղքերը այդպես մատնացույց աներ, ոնց որ հաճախ ես եմ մատնացույց անում, երևի թե վաղուց ես չլինեի։ Իրար հետ քաղցր եղեք, գթած ներելով իրար, ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ։ Ինչ սիրուն բառ է ասում, ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ։ Սիրեցեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Տեսնում եք, նույն բառն է։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Էս է քաղցրությունը, քաղցր եղեք իրար հանդեպ այնպես, ինչպես Աստված քաղցր եղավ մեր հանդեպ։ Այս էր այսօրվա մեր պատգամը թանկագիներս, սա լոկ գիտակցական մակարդակի վրա իրագործելը թանկագիներս գրեթե անհնար բան է, որովհետև մեր մարդկային էությունը բնույթը հակված չէ այսպիսի վարքագիծ դրսևորելու։ Բայց սա հնարավոր է Սուրբ Հոգու շարունակական լեցունության միջոցով։ Շարունակական նրա կենթանի ներկայության մեջ լինելով, ինչա մկրտությունը Սուրբ Հոգու, նաև թաղված լինել նրա մեջ։ Երևակայենք, որ Սուրբ Հոգին մեղրի մի կարաս է։ Ու երբ որ դու թաղվում ես նրա ներկայության մեջ, այդ քաղցրությունը պատում է քո ամբողջ մարմինը, քո ամբողջ ներսն դուրսն հասկանում եք։ Այդպես նրա կենթանի ներկայության մեջ
շարունակական աղոթքների, որովհետև հոգու լեցունությունը տեղ ունեցավ այն բանից հետո, երբ առաքյալները շարունակական աղոթքի մեջ էին վերնատան մեջ։ Որտեղ այդ աղոթքի մեջ է, որ սկսվում է այրվել այդ մարդկային մեղավոր վիճակները, երբ մարդ կլինի քաղցր, երբ մարդ կլինի սիրող, երբ մարդ կլինի ներող, գթած, երբ որ Տիրոջը հետ շարունակական կենթանի հարաբերությունների մեջ է, երբ որ տեսնում եք մարդու կյանքում բացակայում է ներողամտությունը, բացակայում է սերը, բացակայում է գթառատությունը, այստեղ իշեք ոչ թե խնդիրը դուք եք, այլ խնդիրը իրա եւ Աստծո միջև եղած հարաբերություններն են, որտեղ ինչքան Տիրոջը մեջ լինենք, ինչքան սուրբ հոգով լեցուն լինենք, այնքան ավելի հեշտ կներենք իրար, այնքան ավելի քաղցր կլինենք իրար հանդեպ, այնքան ավելի գթառատ կլինենք մեկս մյուսի հանդեպ։ Աստված օրհն է ամենքից իր անվան փառքի համար։ Ամեն։ Աղոթենք միասին, Տիրոջ առջև ոտքի կանենք։ Փառք, պատիվ եւ գոհություն քեզ, մեր բաշելի Սուրբ Հայր, որքան շնորհակալ ենք ով Տեր Աստված քո հայրական գթառատությանդ համար, որ դու ցուցաբերեցիր քո քաղցությունը մեզ հայտնելով, թեև մենք Տեր Աստված արժան չէինք դրան, թեև մենք մեղավորներս արժան էին քո խստությանը, բայց դու կամեցար քո գութն ու ողորմածությունը մեզ ցուցաբերել եւ քաղցրացնել մեր կյանքով Տեր, օրհնյալ մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս։ Փառք քեզ, որ ամեն օր ճաշակում ենք քո քաղցր ներկայությունը, ամեն օր դու օրհնում ես մեզ, ուղղորդում ես մեզ, ամեն օր հայտնում ես քո սերը ով Տեր։ Շնորհ է, որ Տեր Աստված նորոգված ու զորացած լինենք Տեր, քո Սուրբ Հոգու լեցունությամբ մենք էլ լինենք քաղցր, բարի, գթառատ, մեկս մյուսի հանդեպ ով Տեր, իրար ձեռք բռնած ապրենք այս կյանքի օրերը, հասկանալով որ Տեր կարճ են կյանքի տարիներով Հայր, եւ այն զուր չանցկացնենք սրտմտության մեջ, բարկության մեջ, աղաղակի եւ հայոյանքի մեջ, դառնացնելով մեր կյանքը ավելի ու ավելի հապաներողամիտ լինենք։ Քրիստոնեական այս բարձր վեհ գաղափարներով Տեր Աստված, շնորհ է որ կրողներս լինենք ամենքս, որ քրիստոնյա ենք կոչվում, ոչ թե անունով, ոչ թե լոկ մանկական կանունքով կամ խաչը կրելով կամ մոմավառությամբ կամ ուղակի եկեղեցի գալով կամ փառաբանության անվան տակ ճոճվելով, այլ իրական դավանենք այս արժեքները մեր կյանքում, որպեսզի մեզ տեսնողները քեզ տեսնեն մեր Փրկիչ Հիսուս։ Եվ ինչպես Սուրբ Առաքյալը ասում է, դուք Քրիստոսի անուշ հոտն եք։ Այդ հոտը գա մեր վրայից։ Օրհնյալ Տեր, զորավիք եղիր, փառավորվիր։ Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ աղոթքի խնդրանքներ են ուղղել, բանավոր, գրավոր, ինտերնետային, օնլայն տարբերակով, այցելիր ամենքին, ողորմիր, հիվանդներին բժշկիր, տկարներին զորացրով Տեր Աստված, խնդիրների մեջ, հավատքի տկարության մեջ, այցելիր, ողորմիր ու բժշկիր ու դու փառավորվիր ով Տեր։ Աղոթում եմ հատկապես մեր սիրելի Քրոջ հայրիկի համար ով Տեր, որը հիվանդ է եւ քո բժշկության ու այցելության կարիքն ունի։ Տեր գթառատ, այցելիր, ողորմիր ու հրաշքդ գործիր անվանդ փառքի համար։ Օրհնիր քո ժողովուրդը, իմաստություն տուր եւ քո անունը թող փառավորվի ամենքիս կյանքում եւ գործում։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու աղոթակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։